Կարդեք, դուք ձեր պարտ կկատարեք, թող իրանք մտածում։ Ամենի վճիրը չեք կարդալու, իրանք վճիրը կարդալու։ Դատարանը վճռեց Ամբաստանյան Մուշեղ Աբունի Սաղաթելյանին ճանաչել մեղավոր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքի 230 հոդվածի 4-րդ, 316 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված անցանքներում և դատապարտել քրեական օրենսգիրքի 230 հոդվածի 4-րդ մասով թուգանքի նվազագույն աշխատավարձի 400 հապատիկի 400,000 դրամ գումարի չափով Քրեական օրենսգիրքի 316 հոդվածի առաջին մասով թուգանքի նվազագույն աշխատավարձի 500 հապատիկի 500,000 դրամ գումարի չափով Քրեական օրենսգիրքի 316 հոդվածի երկրորդ մասով ազատազրկման 5 տարի ժամկետով Քրեական օրենսգիրքի 66 հոդվածի 4-րդ մասով սահմանված պատիժների լրիվ գումարման սկզբունքի կիրառմամբ Ամբաստանյան Մուշեղ Աբունի Սաղաթելյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով և տուգանք նվազագույն աշխատավարձի 900 հապատիկի 900,000 դրամ գումարի չափով պատժի կրումով Հայաստանի Հանրապետության Արտադրության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատժի կրման սկիզբը հաշվելով 2008 թվականի մարտի 1-ից Աբանման միջոց կալանավորումը թողնել ամբողջով մինչև դատարկ օրինական ուժի մեջ մտնել 21 մարտի 2008 թվականի որոշմամբ Մուշեղ Սաղաթելյանի գլխի վրա դրված կալանքը թողնել ամբողջով մինչև նրա գլխային պարտավորությունների մասով դատարկ կատարումը Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց 6 օգոստոսի 2008 թվականի որոշմամբ իրեղել ապացույց ճանաչված դանակը ոչնչացնել Սուն դատավճռը վերաքննության տարիքով դատավարության մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել մեկ ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան Հաստատեցիք մեղքը, որ մեղավոր եք ճանաչեցիք։ Ոչ մի վկա չտվեց իրավկայությունը լրիվ, որ ճիշտ է, սուտ վկայում մարդուր մեղադրեն բռնել։ Սուտ վկա չէ, սուտ նախագահ, ոչ լեգիտիմ, այս երկրի թուրք նախագահ, թուրք Քոչարյան, թուրք Սերժ։ Այդ դրան ինչ էր սպասում։ Արդարադատություն բառն է փոխվել, արդարին դատել։ Վերջ։ Բան չկա, մնում է մենք մեր պայքարը շարունակենք։